Իրավախախտ կամ ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնված անչափահասների հետ աշխատող համայնքային վերականգնողական կենտրոնները, որոնք միջազգային ֆինանսավորմամբ էին գործում, այս տարվա հունվարից փակվել են։ Փոխարենը անընդհատ հետաձգվում է պրոբացիոն ծառայության ստեղծումը, որը պիտի որ նաև այս ոլորտի բացը ծածկեր։ Այսօր այս խնդրի շուրջ ենք փորձելու զրուցել Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված քննարկման շրջանակներում։ Մեր բանախոսներն են Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ոստիկանության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը, Հայօգնության ֆոնդի երեխաների աջակցության ծրագրի ղեկավար Միրա Անտոնյանը եւ Project Harmony International կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը։ Ես Զարա Ղազարյանն եմ, խոսքը հանձնեմ Աղավնի Եղիազարյանին, ով կվարի այսօրվա քննարկումը։ Բարի օր, շնորհակալություն Զարա։ 2006 թվականին Project Harmony-ն ստեղծեց առաջին համայնքային վերականգնողական կենտրոնը Երևանում եւ այն տարիների ընթացքում դարձավ 11 եւ գործեց Հայաստանի բոլոր մարզերում բացի Վայոց ձորից։ Մարիամ, կխնդրեի ներկայացնեք ինչպիսին էր իրավիճակը, որ 2006-ին որոշվեց, որ կարևորվեց ստեղծումը այս համայնքային կենտրոնների եւ ներկայացնեք նաեւ այս 7 տարիների ընթացքում ինչ առաջընթաց ունենք։ Իրադրությունը 2006-ին եւ փաստորեն կենտրոնների 7 տարվա գործունեությունից հետո։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ոստիկանության հետ մեր աշխատանքները 2006-ից չեն սկսվել, 2003-ից են սկսվել։ Այդ ժամանակ մենք Հայաստանում սկսեցինք իրականացնել իրավական սոցիալականացման մի ծրագիր, որի շրջանակներում սկսեցինք իրավական սոցիալականացման դասընթացներ Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 200 դպրոցներում։ Նպատակը երեխաներին, ուսուցիչներին ցույց տալ, որ ոստիկանի նկատմամբ, օրենքի նկատմամբ նպատակն է ծրագրի հիմնականում փոխել սովետական ժամանակների ժառանգված բացասական իմիջը, իրավապահի նկատմամբ եւ այդ ծրագրի շրջանակներում դասընթացներ իրականացնում էին մեր կողմից վերապատրաստված ուսուցիչները եւ ոստիկանները։ Քանի որ ամենօրյա ներկայություն ունեինք մենք դպրոցներում, ստացվեց ոչ ֆորմալ կարիքի գնահատում, համայնքներում ինչ խնդիրներ կան եւ ինչ կարիքներ կան, եւ արդյունքում մեզ համար հասկանալի դարձավ, որ ոստիկանությունը համայնքներում աջակցության կարիք ունի, հատկապես վաղ փուլում երիտասարդների շրջանում հանցավոր վարքի կանխարգելման հետ կապված։ Չկային համայնքային ռեսուրսներ, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք տեսնել միջազգային փորձումից նմանատիպ մոդելներ կան եւ ուսումնասիրելով Ամերիկայի փորձը որոշեցինք, որ բազմաթիվ մոդելների մեջ ամենահետաքրքիր մոդելը եւ մեզ համար ամենահեշտ կիրառելի մոդելը դա համայնքային վերականգնողական կենտրոնի մոդելն էր։ Առաջինը 2006 թվականին ենք հիմնել, ինչպես դուք ասացիք, Երևանում հասարակական կառույցի բազայի եւ ինֆրաստրուկտուրայի հիմքի վրա։ Մինչև 2013-ի հոկտեմբերը փորձել ենք աշխատել 11 կենտրոնների հետ, սակայն վերջում Արտաշատի եւ Թալինի կենտրոնները փակեցինք, որտեղ այդքան էլ հաջող չէր ստացվում, ինչպես նաեւ ուղղորդումների թիվն էր քիչ։ Բայց ամեն դեպքում փորձեմ ներկայացնել, թե որն է այդ կենտրոնների աշխատանքը եւ ինչն է կենտրոնների արժանիքը, այսպես ասած։ Ուրեմն այն երեխաները, որոնք առաջին անգամ կոնֆլիկտ ունեն օրենքի հետ եւ հայտնում են ոստիկանության ուշադրության կենտրոնում, ենթակա են հաշվառման, այսպես ասենք, 96 թվականի 633 հրամանի համաձայն, այդ երեխաներին ոստիկանը իր հայեցողական լիազորությամբ կարող է ուղղորդել մեր համայնքային վերականգնողական կենտրոն։ Երեխաները սովորաբար հաշվառման մեջ մնում են 1 տարի, ոստիկանության ներկայացուցիչը կուխի, եթե սխալ եմ, բայց ամեն դեպքում մեր կենտրոնները հանդիսանում են այլընտրանք այդ 1 տարվա վերահսկման, հաշվառման մեջ գտնվող երեխայի։ Երեխայի հետ աշխատելու մեթոդներ ընդհանրապես տարբեր եւ կարևորը նա էր, որ
Համայնքն էր կարծես թե իրականացնում արդարադատությունը, տուժողը համարվում էր համայնքը եւ ոչ թե օրենքը եւ պետությունը, եւ համայնքն էլ հենց ինքը փորձում էր երեխային հետ բերել, որպես լիարժեք քաղաքացի հետ բերել համայնք։ Մենք այս բոլոր տարիների ընթացքում ունեցել ենք 744 ուղղորդումներ ոստիկանությունից, ինչպես նաև դպրոցներից, եւ վարվել են 703 հաջող ելքով վարվել են 703 դեպք։ Մնացած դեպքերը հենց սկզբում են մերժվել կամ վերականգնողական աշխատանքների ընթացքում։ Յուրաքանչյուր երեխայի հետ սովորաբար աշխատում ենք ամենակիչը 3 ամիս եւ կախված դեպքի դժվարությունից եւ բնույթից կարող է նաև երկարել։ Կենտրոնը ունի վերականգնողական խորհուրդ, որտեղ մարզից մարզ դրանց կազմը տարբեր է, հիմնականում կարող է լինել իրավաբան, մանկավարժ, սոցիալական աշխատող, ինչպես նաև համայնքից կամավոր, եւ վերականգնողական խորհուրդների նիստերի ընթացքում որոշվում է վնասների փոխհատուցման այն ծրագիրը, որը երեխան պիտի իրականացնի։ Վնաս ասելով նկատի ունենք երկու բան, հա, իրավախախտման արդյունքում պատճառված վնասը տուժողին, որը կարող է լինել խաթարված հարաբերություններ, հա, բարոյական տեսանկյունից նաև, ինչպես նաև ֆիզիկապես պատճառված վնաս։ Եվ այդ 3 ամիսների ընթացքում թե տուժողը, թե իրավախախտը եւ թե վերականգնողական խորհրդի անդամները միասին փորձում են աջակցել մեկը մյուսին, որպեսզի երեխան կարողանա, այսինքն ստեղծում են երեխայի համար այն բոլոր հնարավորությունները, որ երեխան կարողանա արդյունավետորեն իրականացնել այդ փոխհատուցման պայմանագիրը։ Այս պահի դրությամբ մեր դիտարկմամբ 94% արդյունավետություն են ցուցաբերել կենտրոնները, ցավոք սրտի մեր ֆինանսավորումը այս պահին չկա եւ բոլորս միասին կարծես թե պիտի գտնենք լուծման տարբերակներ շարունակության։ Շնորհակալություն Տիկին Անտոնյան, անչափահասների հետ աշխատանքին միացել է նաև երեխաների աջակցման կենտրոնը եւ Երևանում եւ Աբովյանում։ Կխնդրեի ներկայացնեք ձեր ցուցանիշները արդյունավետության եւ հետո քննարկենք թե չփակելու համար այս կենտրոնները ինչ պետք է անել։ Կենտրոնները, որ բացվեցին միջազգային պանելային բարեփոխումներ կազմակերպության հետ եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտ կազմակերպության հետ համատեղ մեր կենտրոնի հետ իրականացվող ծրագրի շրջանակներում մի փոքր իր մոդելով տարբերվում է նրանից, ինչ որ ներկայացվեց Մարիամի կողմից։ Սակայն ոլորտը նույնն է եւ նպատակը նույնն է։ Ինչով է տարբերվում, բան նրանումն է, որ մեր երկու կենտրոնների համար որպես շահառու երեխաներում հետ պետք է աշխատել, մենք գործ էինք ունենում ոչ միայն այն երեխաների հետ, ովքեր պետք է հաշվառվեին կամ հաշվառված էին ոստիկանությունում, ի լրումն դրա, մենք նաև աշխատում էինք այն երեխաների հետ, ովքեր դեռևս ոստիկանների աչքի առջև չէին հայտնվել, այսինքն չէին համարվում տեսադաշտում չէին հայտնվել, չէին համարվում հաշվառման ենթակա երեխաներ, բայց ում վերաբերյալ դպրոցներից ստացվում էին ահազանգեր կապված այն բանի հետ, որ դժվար վարք է ցուցաբերում, հատկապես ավագ դպրոցներում, որտեղ հավաքվել էին տարբեր դպրոցներից երեխաներ, կոնֆլիկտները եւ հարաբերությունների բարձումը դեռահասների միջև մի տեսակ դարձել էր սովորական երևույթ եւ աշխատանք էր տարվում եւ այն երեխաների հետ, ովքեր տուժել էին նման հարաբերությունների դրսևորումից եւ նրանց ուսուցիչների հետ բնականաբար եւ նաեւ այն երեխաների հետ, ովքեր ում մասին որ արդեն Մարիամը նշեց, ովքեր արդեն հաշվառվել են եւ ոստիկանության տեսադաշտում են։ Ասեմ, որ 3 տարիների ընթացքում երկու կենտրոններում, Աբովյանում եւ Երևանի մեր կենտրոնինքից ծառայությունում մենք աշխատել ենք մոտավորապես ներսում, մոտավորապես 250 երեխայի հետ, բայց ավելի քան 700 երեխա այս ծառայության շրջանակներում իրազեկման աշխատանքների, կոնֆլիկտների լուծման տարբեր տեխնիկաների ուսուցման, այդպիսի ինտերակտիվ ուսուցման դասընթացներ անցավ անմիջապես դպրոցներում, մոտավորապես 1000 երեխա կարելի ասել, որ 3 տարիների ընթացքում որևէ կերպ կարողացավ շահել այս ծրագրից։ Ես պիտի նշեմ նույն թիվը, ինչ որ նշեց Մարիամը, հաշվառված երեխաների մասով մոտավորապես 95% արդյունավետություն եւ այս կենտրոնների փորձը ապացուցում է, որ երբ որ դեռահասը, որը սխալվել է, որը ցուցաբերել է հակասոցիալական, այսպես կոչված հակասոցիալական վարք, եթե մենք փորձում ենք ըմբռնել պատճառները, մենք փորձում ենք հասկանալ իրեն
ինչն է դրթել, ինչից է որ երեխան հայտնվել է այդպիսի վիճակում։ Եթե մենք նայում ենք ավելի շատ անձին, որը թույլ է տվել ինչ-որ արարքներ, ոչ թե արարքներ գործած անձի, այսինքն տեղափոխում ենք շեշտադրումը, հասկանում ենք երեխային, փորձում ենք օգտակար լինել, շատ մեծ է հավանականությունը, որ նման վարքը այլևս հետագա կյանքում չի կրկնվի, որովհետև աշխատանքը արվում է երեխայի ներսի հետ, փոխում ես հայացքը աշխարհի հանդեպ, փոխում ես մոտեցումը տեղի ունեցածի հանդեպ, իսկ դա շատ նուրբ, ենթաշերտեր պահանջող, շատ լուրջ մասնագիտացված ծառայություն է, որը կամ տիրապետում ես եւ մատուցում ես եւ երեխան շահում է, կամ եթե դա անում ես շատ ֆորմալ ձևով, ապա անշուշտ չես կարող ունենալ ցանկալի արդյունքներ։ Մենք պետք է նշենք թե Մարիամի նշած դեպքում ծառայությունների, թե մեր ծառայությունների, որ երեխաները շահել են, որովհետև մարդկային էներգիա է ներդրվել, որովհետև մասնագիտական ներուժ են ներդրվել եւ անքննադատ վերաբերմունք, բացառապես անքննադատ վերաբերմունք։ Ես ասեմ ձեզ, որ Երևանի երեխաները շատ ավելի բարդ իրավիճակների երեխաներ էին, քան Աբովյանինը։ Աբովյանում հիմնականում ծանր սոցիալական պայմաններից, բարդ կոնֆլիկտային, իրարամերժ այսպես վիճակներով երեխաներ են, իսկ Երևանում մենք ունեինք նորահայտ այդ մանր-մունր խմբավորումներ, գիտեք, էմոյական եւ այլն իրավիճակներ, որոնք շատ ավելի բարդ են եւ իսկապես շատ դժվար եւ ինքնասպանության փորձեր գործող դեռահասներ, շատ ծանր աշխատանք էր դա։ Մենք շարունակում ենք դա անել, որովհետեւ մեր կենտրոնը Հայօգնության ֆոնդի ինքը շարունակական ծառայություն է, որովհետեւ ունենք պայմանագիր ոստիկանության հետ 99 տարով եւ այս դեռահասների մատուցվող ծառայությունները բարեբախտաբար այդ պայմանագրի շրջանակներում կշարունակվեն։ Ասեմ նաև, որ Աբովյանի կենտրոնի ճակատագիրը այս պահին որոշման ընթացքում է, շատ հույս ունեմ, որ կտարբերվի իրավիճակը դրականորեն, քաղաքապետարանի հետ հիմա մենք բանակցությունների մեջ ենք եւ փորձում ենք ամեն ինչ անել, որ Հայօգնության ֆոնդի եւ տեղական ինքնակառավարման համայնքի ղեկավարների համատեղ այդպես ջանքերով հնարավոր լինի շարունակել այդ կենտրոնի գործարկումը։ Նշեմ, որ թե երեխաները, թե Աբովյանի մեր կենտրոնի հետ համագործակցած ուսուցիչները, մանկավարժները, իրավաբանները շարունակում են զանգահարել, շարունակում են աջակցություն խնդրել։ Հասկանալի։ Պարոն Վարդանյան, այս 7 տարիների փորձը ինչպես կգնահատեք, արդյունավետության մասին ցուցանիշներ արդեն հնչեցին եւ այս 2.5 ամիսների ընթացքում ոստիկանությունը ինչպես է աշխատում անչափահասների հետ, եթե արդեն չեն գործում կենտրոններ, ինչ աշխատանք է տարվում նրանց հետ։ Ուրեմն, ինչպես նշեց մեր գործընկերը, կենտրոնները սկսած 2006 թվականից ի վեր ոստիկանության նախաձեռնությամբ եւ Ամերիկայի պետդեպարտամենտի աջակցությամբ բացվեցին եւ Երևան քաղաքում, Շիրակի մարզում, Լոռու մարզում 10 կենտրոններ, որտեղ աշխատում էին մասնագետներ, կոնկրետ եւ ոստիկանության ներկայացուցիչներ վերապատրաստված կոնկրետ այն անչափահասների հետ, որոնք կատարել են որևէ իրավախախտում, որոնք ուղղորդվել են եւ այլընտրանքային ձևեր, ասենք անչափահասների նկատմամբ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու։ Միանգամից նշեմ, որ կենտրոնների աշխատանքը դրական ցուցանիշ արձանագրվեց, կենտրոնները ոնց որ նշեցինք եւ հոֆի եւ Project Harmony ներկայացուցիչների կողմից նշվեց այդ 7 տարիների ընթացքում կենտրոնների գործունեության ընթացքում այդ կենտրոնները ուղղորդվել են մոտ 1000 անչափահասներ, որոնց հետ հիմնական մասի հետ աշխատանքները տվել են դրական արդյունքներ։ Բազմաբնույթ աշխատանքներ, կանխարգելիչ աշխատանքներ հնարավորություն էր տալիս այդ կենտրոնները իրականացնել անչափահասների հետ, որոնք ուղղորդվում էին այնտեղ։ Եվ այսօրվա վիճակով, ասենք, կենտրոնների նման իրավիճակում հայտնվելը բնականաբար հետագայում հնարավոր է ոչ լիարժեք կանխարգելիչ աշխատանքների հանգեցնի, չնայած միանգամից նշեմ, որ ոստիկանությունը այսօրվա վիճակով իր ուժերով կառավարում է ստեղծված իրավիճակը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրական արդյունքներ են արձանագրվել, այսօր կոնկրետ երրորդ վարչության պետը մեր
հանդիպումներ, քննարկումներ է ունենում տարբեր գերատեսչությունների, ասենք պարոն Օրբելյանի հետ էլ հանդիպում քննարկում է ունեցել հիշյալ կենտրոնների վերաբացման, հետագա աշխատանքների գործընթացների իրականացնելու հարցում, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի անդամների հետ Տիկին Դուրյանը հանդիսանալ տվյալ հանձնաժողովի անդամ այցելություններ եւ հանդիպում քննարկումներ ունեցել նաեւ Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքապետի հետ, Տավուշի մարզպետի տեղակալի հետ, որպեսզի հիշյալ կենտրոնները հնարավորինս իրենց կողմից աջակցություն ունենան եւ շարունակական լինեն այդ աշխատանքները։ Այս 2.5 ամիսների ընթացքում կա իրավախախտ անչափահաս, ինչպես է վարվել նրա հետ։ Ես ասեմ, որ իրավախախտ անչափահասների հետ անկախ նրանից կենտրոնների արկայության կամ ոչ արկայության դեպքում աշխատանքներ իրականացվել են։ Այլ հարց է կենտրոնների էֆեկտիվությունը ավելի անչափահասների հետ բացի ոստիկանությունից, այսպես ասեմ, այլ հասարակական կառույցների ներգրավվածության մասին խոսելը։ Իսկ անչափահասների հետ կանխարգելիչ աշխատանքները ոստիկանությունը այն կոնկրետ անչափահասների գործերով ծառայությունը գործող օրենսդրության գործող հրամանների եւ կարգի համաձայն իր աշխատանքներն իրականացնում են։ Շնորհակալություն։ Դիտարկում խնդրեմ մինչև պարոն Օրբելյանի խոսքը։ Տեսեք, իրավիճակն այնպեսին է, որ պաշտոնապես ֆինանսավորումը դադարել է, բայց քանի որ այդ կենտրոնները եղել են հենց այդ բարեփոխման ակունքում, իրենց բարի կամքով նրանք փորձում են այդ աշխատանքները չդադարեցնել, հատկապես եթե երեխան է իրենց դիմողը կամ ընտանիքը, իրենք չեն կարող ասել ծրագիր չկա, ֆինանսավորում չկա։ Խումբը, որ աշխատանքային խումբը ստեղծվել եւ աշխատել է տարիների վեր, արդեն ոնց ասեմ, ոստիկանություն, այո, թիմ է դարձել, ոստիկանություն, հասարակական կազմակերպություն, անդամները դարձել են մի ընտանիք եւ ափսոս շատ է։ Շնորհակալություն։ Պարոն Օրբելյան, իրավիճակը շատ սեղմ ներկայացվեց, կենտրոնների ստեղծումը, դրանց արդյունավետությունը, հասկանալի էր, որ միջազգային ֆոնդերով ստեղծված այս համայնքային կենտրոնները մի օր դադարելու էր այդ ֆինանսավորումը։ Արդարադատության նախարարությունը այս 7 տարիների ընթացքում ինչ քաղաքականություն է վարել, որքանով է կարևորել եւ ինչ քայլեր է անում։ Հիմա ինչպես տեսնում ենք, արդեն կամավորական սկզբունքով նույնիսկ աշխատանքներ տարվում են։ Պետական հոգացության մասին ինչ ենք մտածում։ Շնորհակալություն, այս շատ կարևոր հարցեր կապված քննարկումը կազմակերպելու համար, քանի որ ինչպես ճիշտ նշվեց, եւ երեխաների պաշտպանության հանձնաժողովում եւ նախարարության եւ ոստիկանության համատեղ ջանքերով մի քանի քննարկումներ տեղի ունեցել են, որի շրջանակներում պետք է գտնենք ֆինանսավորման շարունակականության տարբերակները։ Որպես տարբերակ նաև քննարկվել էր արդարադատության նախարարության կողմից բյուջետային հայտի շրջանակներում այդ գործընթացները իրականացնելու տարբերակը։ Ցավոք սրտի, երբ որ ես փորձում եմ նախարարության գործառույթների եւ նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում նայել բյուջետային հայտի համատեքստում, կենտրոնների աշխատանքի ֆինանսավորումը որևէ ծրագրի մեջ չի տեղավորվում, որովհետև պրոբացիոն ծառայությունը, ինչի մասին դուք նշեցիք ամենասկզբում, եւ վերականգնողական կենտրոնները որոշակիորեն, չնայած առաջին հայացքից նման, բայց որոշակիորեն տարբեր ֆունկցիաների իրականացմանն են ուղղված։ Պրոբացիոն ծառայությունը առաջնահերթ կապ ունի քրեական հանցագործություն կատարած անձանց հետ կամ կասկածվող, մեղադրվող, դատարանում այլընտրանքային պատիժներ կիրառելիս կամ հետո վերականգնելիս։ Վերականգնողական կենտրոնների հաճախորդները, այսպես ասած, դրանք հանցագործներ չեն, դրանք անձինք են, ովքեր տարբեր պատճառներով որոշակի իրավախախտումներ են կատարել կամ դժվարին վարք ունեն կամ հայտնվել են իրավունքի հետ ունեն կոնֆլիկտ, բայց միանշանակ է, որ այս անձինք չեն կատարել հանցագործություն, չի բացառվում չկատարեն էլ երբեք, չնայած ստատիստիկ տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ եթե որևէ աշխատանք չկատարվի, դրանց մի մասը ամեն դեպքում ինչ-որ մի փուլում կկատարեն հանցագործություն։ Բայց եւ հետեւաբար այս պահին քննարկվում է օրինակ ոստիկանության բյուջեի շրջանակներում կամ այլ մարմինների, դա կլինեն համայնքները, դա կլինեն աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության այդ երեխաների պաշտպանության բյուջեի շրջանակներում քննարկել տվյալ հարց ֆինանսավորելու հնարավորությունները։
Այս պահին բոլոր կենտրոնները չի որ փակվել են, երկու կենտրոն հավելում են հովտի ճամբարակի կենտրոնները շարունակում են գործել, քանի որ իրենք ի սկզբանե հենց եղել են համայնքային եւ ոչ թե հասարակական կազմակերպության հիմունքների վրա եւ իրենք շարունակում են ֆինանսավորում ստանալ համայնքային բյուջեներից եւ շարունակում են իրենց գործունեությունը։ Միատեսակ մոտեցում բոլոր կենտրոններին կարծում եմ հնարավոր է չի լինի, որոշ համայնքներում կկարողանա համայնքը աջակցել, որոշ համայնքներում դա կլինեն հասարակական կազմակերպություններ, որոշ համայնքներում դա կլինի ինչ-որ միջազգային աջակցություն, պարտադիր չի ԱՄՆ զարգացման գործակալության կողմից, դա կարող է լինել եւ այլ կազմակերպություններ, բայց տարբեր բնույթի կարևորը նպատակն է, որ աշխատանք տարվի համապատասխան երեխաների հետ, որպեսզի նրանք հետագայում չձևավորվեն որպես հակաիրավական կամ հակապետական կամ այսպես գողական այսպես բառով օգտագործած մտածելակերպով խմբերի մեջ կամ որևէ այլ ոչ սոցիալացված այսպես ասած խմբերի մեջ չձևավորվեն եւ նման մտածելակերպ չունենան։ Նախարարության մոտեցումը առնվազն վերջին մի քանի տարիներին կարծում եմ դրանից առաջ էլ եղել է միշտ դրական, փորձել ենք, քննարկել ենք վերջին 2 տարիների ընթացքում քննարկումները ավելի ինտենսիվ են եղել, քանի որ ծրագրի ֆինանսավորումը պետք է ավարտվեր 13 թվականի մարտին, որոշակի ժամկետով երկարել էր եւ աշխատանքներ են տարվել ֆինանսավորումը ապահովելու համար։ Քննարկել ենք նաեւ տարբեր արտաբյուջետային միջոցներից ֆինանսավորելու հնարավորությունը, այս պահին դեռևս վերջնական լուծումներ չկան, վերջնական բացասական կամ դրական պատասխան չկա։ Հույս ունեմ, որ ամեն դեպքում այս խնդիրը կլուծվի եւ կամավորական սկզբունքներով աշխատանքը ինչ որ մի փուլում նորից կվերկացվի արդեն նորմալ վարձատրվող աշխատանքի։ Պարոն Օրբելյան, մշտապես մենք խոսում ենք պրոբացիոն ծառայությունից եւ կա այդ մտայնությունը, որ անպայման պրոբացիոն ծառայության շրջանակներում է այս հարցը լուծվելու։ Այսօր ձեր խոսքից ելնելով կարող ենք հստակ նշել, որ պրոբացիոն ծառայության մեջ այս անչափահասների հետ, անչափահաս իրավախախտների հետ աշխատանքը չի ներառվում ուղղակի։ Եվ մենք փաստորեն գնում ենք համայնքները կֆինանսավորեն կամ մի մասը ՀԿ-ները։ Շատ նուրբ է։ Ինչ ենք մտածում։ Առնվազն այն քաղաքականության փաստաթղթերը, պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգը, քրեակատարողական ոլորտի բարեփոխումների հայեցակարգը, երբ որ մենք ուսումնասիրում ենք եւ տվյալ փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրում ենք ենթադրվող պրոբացիոն ծառայության ենթադրվող ֆունկցիաները եւ գործառույթները, այնտեղ ուղղակիորեն տվյալ ֆունկցիան նախատեսված չի։ Դա չի նշանակում, որ պրոբացիոն ծառայության համատեքստում կամ ծառայության կողմից, կամ ծառայության շրջանակներում, պատվերի շրջանակներում նույն հասարակական կազմակերպությունների կողմից չի կարող այս ֆունկցիան իրականացվել, բայց դա նաեւ ուղղակիորեն չի նշանակում ուղղակիորեն, որ ինքը պետք է կատարվի, որովհետեւ ինչպես նշեցի, ամեն դեպքում խոսքը գնում է հանցագործություն չկատարած մանրոց մասին, այսինքն դա երեխաներ են, ովքեր երկու խումբ կարելի է բաժանել, մի դեպքում արարքը կարող է առաջին հայացքից իր բնույթով հանցագործություն է, բայց տարիքը չի բավարարում, եւ տարիքի չբավարարելը նշանակում է, որ չկա հանցագործություն մեր քրեական օրենսդրության իմաստով, եւ երկրորդը դա դժվար վարքն է, որը նույնպես չի համարվում հանցագործություն։ Եթե կարելի բարձր միացրեք։ Ճիշտ ասած, սահմանը այնքան նուրբ է եւ գրեթե թափանցիկ վարքի դժվարություն, կոնֆլիկտ օրենքի հետ, հանցագործություն, եւ եթե ես դիտարկեմ գոնե այն երեխաների թվականակում, ում հետ որ մենք ենք գործ ունեցել, մենք գործ ենք ունեցել թե պարզապես սոցիալիզացիան խաթարված, թե արդեն կոնֆլիկտի մեջ գտնվող, դատական գործը կարճված, հաշվառված, կամ արդեն պատժաչափը փոխարինված, ինչպես անվանվում տերմիններով, պայմանական, այո, այսինքն ինձ թվում է աղքատ երկրի համար, որը մենք ենք, որը մեր երկիրն է, շատ մեծ ճոխություն է յուրաքանչյուր տիպ պրոբլեմի համար ստեղծել ծառայությունների ինչ-որ մի համալիր։ Ես կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլինի ստեղծել մասնագիտացված ծառայություններ, որոնք ի վիճակի կլինեն պատասխանել
այդ կարիքներին, որտեղ թե հանցագործ բարեբախտաբար Հայաստանը կարող է դրանով հպարտանալ, որ հանցագործություն կատարած անչափահասների թիվը, եթե համեմատենք այլ երկրների հետ, բարեբախտաբար համեմատաբար փոքր է, կամ դատավորների վերաբերմունքը ավելի լոյալ է, ավելի մեղմ է, համենայն դեպս թիվը բարեբախտաբար փոքր է։ Ուստի ունենալ առանձին պրոբացիոն ծառայություն միայն այն երեխաների համար, ովքեր դատաքննչական process-ներով անցել են եւ պատժվել են կամ չեն պատժվել, կարճվել է եւ այլն, եւ մի առանձին համակարգ ունենալ, որտեղ փորձենք կանխել, նախականխել, վաղ միջամտել, միջնաժամկետ միջամտություն անել եւ այլն, ցանկալի է, բայց կարծում եմ սա հարուստ երկրի բան է։ Լավ կլիներ, որ երկու կառույցները, ոստիկանություն, արդարադատության նախարարություն գտնեին ձևը, գտնեին այն ֆորմատը, այն տարբերակը, որտեղ հնարավորություն կտրվեր։ Համայն դեպս մեր ծրագրի շրջանակներում ստեղծված կենտրոնների փորձը ապացուցեց, որ դա հնարավոր է։ Կարելի է աշխատել թե մեկ խնդրի հետ, թե մյուս, եւ այդպես ավելի պակաս ծախսատար է։ Մենք պետք է կարծում եմ սկսենք այդտեղից եւ ավելի շատ մասնագիտանալու դեպքում եւ համապատասխան ռեսուրսներ ունենալու պարագայում կարելի կլինի այդպես հստակ տարանջատել սա պրոբացիոն ծառայություն է բացառապես հանցագործություն կատարած երեխաների համար եւ սա էլ կանխարգելող ծառայություն է նրանք ովքեր կասկած կա որ կարող են հայտնվել այդ տեսադաշտում Ինձ թվում է զուտ ծախս արդյունավետության տեսանկյունից, հատկապես որ մենք տեսնում ենք այսքան տարիներ անց, որ յուրաքանչյուր անգամ ծառայությունները ստեղծվում են, եւ դա շատ վտանգավոր process է մեր երկրում, գիտեք, ոչ միայն այս ծառայությունների առումով եմ ուզում ասել, բազմաթիվ ցերեկային ծառայություններ, տարբեր երեխաներին աջակցող ծառայություններ են Հայաստանում ստեղծվել, որոնց մասին մարդիկ նույնիսկ մոռացել են եւ որովհետեւ հետո շարունակություն չեն ունեցել։ Դա վտանգավոր է այն առումով, որ մենք վնասում ենք։ Մի բան է, երբ որ ընդհանրապես այդ ծառայությունը չկա, օրինակ հաշմանդամ երեխաների համար 1000 մի բան ստեղծվեց, կարճ ժամանակ անց փակվեց։ Երեխաները տուժեցին, ծնողները տուժեցին, համայնքը տուժեց, համակարգը չկայացավ։ Դրա համար ես կարծում եմ, որ ծախս արդյունավետ մեթոդով գնալը ավելի ճիշտ է։ Համայնքում շատ չեն խնդրեմ ունեցող երեխաները։ Եթե մենք ստեղծենք ցերեկային ծառայություն կամ չգիտեմ կենտրոն համայնքում դժվար վիճակում հայտնված երեխաների համար եւ ունենանք 1-2 մասնագետ, ովքեր ի վիճակի կլինեն այն ինչ որ Project Harmony-ն արել է, հա, նաեւ այդպես նեղ աշխատեն ոստիկանության հետ, թիմեր ձևավորեն եւ այլն, մի ուրիշ խումբ աշխատի կանխարգելող ծառայություններում, մի ուրիշ թիմ աշխատի ոստիկանների հետ, կողքի դպրոցների հետ, ավագ դպրոցների հետ, որտեղ խնդիրները ձևավորվում են, ինձ թվում է շատ ավելի նպատակահարմար է նման ծառայության ստեղծումը, քան առանձին, չգիտեմ, դրանք ապագա չունեն ուղղակի, իմ կարծիքով, որտեղ միշտ ֆինանսավորման խնդրեմ կա, միշտ։ Եթե կարելի է։ Հա, իհարկե։ Մենք այսօր քննարկում ենք երեխաների կամ դժվար վիճակում հայտնված երեխաների կամ օրենքի հետ կոնֆլիկտ ունեցող երեխաների հիմնախնդիրը եւ այդ կենտրոնների հիմնախնդիրը, ինչի մասով ես ինչպես նշեցի, միանշանակ կողմ եմ, որ խնդիրը համալի լուծվի, բայց մենք հարցը բարձրացնում ենք, որ պրոբացիոն ծառայության շրջանակներում այս հարցը լուծվի, մենք պետք է հասկանանք, որ պրոբացիոն ծառայությունը ունի բազմաթիվ այլ ֆունկցիաներ, որ իրականացնելու է չափահասների հետ հենց կապված։ Եվ հենց հարուստ երկիր չլինելը, ինչպես դուք նշեցիք, ստիպում է մեզ, որպեսզի պրոբացիոն ծառայությունը այս հարցերով չզբաղվի, այս ծավալով ինչ որ արել են համայնքային կենտրոնները։ Հարուստ երկիր չլինելը ստիպում է մտածել այլընտրանքային ֆինանսավորման հնարավորությունների մասին, այդ թվում նաև տվյալ ֆինանսավորումը կամ տվյալ ծրագրերը հասարակական միավորումների միջոցով իրականացնելու հնարավորության մասին, որովհետև եթե պրոբացիոն ծառայության գործառույթն է լինում դա, ապա դա պարտավոր ենք ունենալ բոլոր Հայաստանի տարածքում, ամբողջ տարածքում եւ այլ գործառույթները, որոնք ուղղակիորեն բնորոշ չեն պրոբացիոն ծառայությանը, դա կանխարգելիչ ֆունկցիան է, պրոբացիոն ծառայությունը ուղղակի կանխարգելիչ գործառույթ, եթե կրկնահանցագործության մասին չենք խոսում, չունի, եւ հետեւաբար, երբ որ մենք այդ ծավալները սկսում ենք մեծացնել, խնդիր է առաջանում այդ ծավալների աշխատանքը ֆինանսավորելու համար։ Երբ որ մենք փորձում ենք կիրառել outsourcing-ը, այսպես ասած, եւ որոշ դեպքերում համայնքները, որոշ դեպքերում հասարակական կազմակերպությունները, որոշ դեպքերում նոր ստեղծվող ինչ-որ կենտրոններ կլինեն, որովհետեւ միջև տարվա վերջ այնպես չի, որ ամբողջ Հայաստանի տարածքը ցավոք սրտի ծածկված են եղել։ Ամեն մի մարզում եղել են կենտրոններ, բայց դա չի նշանակում, որ բոլոր համայնքներում են եղել։
Կապան քաղաքի կենտրոնը չի նշանակում, որ Սիսիան քաղաքի երեխաները ամբողջությամբ կարող են օգտվել այդ կենտրոնի հնարավորություններից եւ այլն եւ այլն։ Եվ հետեւաբար խնդիրը իրականում պետք է կատարվի, ինչպես դուք նշեցիք, ծախսերի եւ արդյունավետության համատեքստում, այսինքն ոչ թե բերենք մի հատ համակարգ, որը մեր կարծիքով օպտիմալ է, բայց դա կնախատեսի հսկայական ծախսեր, այլ գտնել օպտիմալ լուծում։ Սակայն պրոբացիոն ծառայությունը իր բնույթով ինքը տարաբնույթ ծառայություն է, որը ներառելու է ոչ միայն երեխաների հետ աշխատանք, այլ նաև բավականին ծավալուն աշխատանք չափահասների հետ, անձանց հետ ովքեր այս պահին մեղադրվում են, անձանց հետ ովքեր այս պահին կրում են պատիժը, կրում են այլընտրանքային պատիժը եւ հետ ազատազրկումից հետո կատարված աշխատանքներ, դրանից հետ կատարվող աշխատանքներ քննարկվում է, բայց կրկին ֆինանսավորման խնդիրը էլի է, պետք է հասկանալ, որ աշխատանք կատարվի ազատազրկված անձանց ընտանիքների հետ, քանի որ դա շատ կարևոր էլեմենտ է ազատազրկված անձանց հետագա վերասոցիալացման համատեքստում եւ ընտանիքը ամուր պահելու հարցում քննարկվում է մի շարք այլ գործընթացներ, բայց միանշանակ չի, որ այս փոփոխությունները զուտ պրոբացիայի շրջանակներում կարող ենք ամբողջությամբ այս գործառույթները ներառել ծառայության գործառույթների մեջ։ Հակառակ դեպքում մենք պրոբացիոն ծառայությունը կխաթարի իր հիմնական աշխատանքը եւ չի իրականացնի իր հիմնական աշխատանքը։ Բայց համամիտ եմ, որ պետք է ուսումնասիրել այդ արդյունավետության համատեքստում, պետք է ուսումնասիրել տարբերակներ այս կենտրոնների պահպանման, այս կենտրոնների շարունակական աշխատանքի, ինչպես նշեցիք, եւ կանխարգելիչ, եւ ոստիկանների հետ, եւ դպրոցներում, եւ այլ գործընթացներ իրականացում։ Եվ դա չպետք է լինի, ինչպես ճիշտ նշեցիք, չգիտեմ, 1 ամիս, մի տարի, կես տարի եւ որից հետո պետքա փակվի։ Հակառակ դեպքում ինքը արդյունավետ չի լինի եւ ծախսերի տեսակետից եւ արդյունքի տեսակետից եւ ինչպես նշեցիք, ընտանիքներին դա կարող է ավելի բացասական արդյունք տալ, քան դրական արդյունք։ Շնորհակալություն, Մարիամ, ավելացնելու բան ունեք։ Ուզում եի ավելացնել, որ մենք բավականին երկար ուսումնասիրել ենք տարբեր երկրների պրոբացիոն ծառայությունների սկիզբը եւ զարգացումը։ Շատ երկրներ կան, որոնք սկսել են իրենց բարեփոխումը հենց անչափահասների համար փորձարկելով պրոբացիոն ծառայությունը, որովհետև ավելի պակաս ծախսատար է, ավելի հեշտ չափելի է, եւ եթե դիտարկենք այդ տարբերակով, ես ուզում եմ մի քիչ արմատական փոփոխություն լինի մեր խոսակցության մեջ։ Կա կենտրոն, որը մասնագիտացված է որոշակի մեխանիզմներ կիրառելու համար, հա։ Հիմա դա լինի չափահասի թե անչափահասի, հասկանում եմ, որ կան նյուանսներ, բայց ուզում եմ ասել, որ մեր կենտրոնները ստանձնում են այն ցանկությունը, արտահայտել են այն ցանկությունը եւ ստանձնում են այն պատասխանատվությունը, որ կարող են վերապրոֆիլավորվել, նոր գործիքներ սկսել զարգացնել, փորձարկել, նաև չափահասների համար, ազատազրկումը արդեն պատիժը կրածների համար, այսինքն խնդիրը այսպես դիտարկենք, հա, որ 2006-ին մենք չենք ունեցել այն, ինչ որ այսօր ունենք, հա։ Հիմա եթե այդպես նայենք, կարող ենք սկսել մի նոր բան, հասկանալը, որ այսպես թեմպես պրոբացիոն ծառայությունը եւս փորձարկելու է, եւ այն բոլոր հետազոտությունները, որ ես կարդացել եմ, պրոբացիոն ծառայությունը ինքը միայնակ, որպես միավոր երբեք չի կարողանում աշխատել, այդ պատվիրակումը միշտ կա, եւ հիմա իմ հասկացածով մեր կենտրոնները ունեն պրոբացիոն ծառայությանը սպეციფიկ երկու ֆունկցիա։ Մեկը դուժող իրավախախտ հաշտեցման կոնֆերանսներն են, եւ մյուսը մեդիացիաները եւ մյուսը համայնքային ծառայության կազմակերպումը եւ գնահատումը, փոխհատուցումը։ Եվ ոչ միայն փոխհատուցումը, այլ հենց համայնքային հանձնարարված համայնքային ծառայությունը։ Ինչպես նաեւ կան բաներ, որ ես կարծում եմ, որ մեր պրոբացիոն ծառայությունը ինքնուրույն չի կարողանալու անել, օրինակ ռիսկի գնահատումը, ագրեսիայի նվազեցման տրեյնինգները եւ այլն, որ աջակցության կարիք կունենա։ Հիմա ես հուսով եմ, որ հնարավորություն կլինի, եթե ֆինանսները եղավ, հնարավորություն կլինի նաև պատվիրակելու այդ կենտրոնների։ Ուղղակի ուզում եմ ասել, որ մենք պատրաստ ենք վերապրոֆիլավորման։ Լրագրողներին հնարավորություն տանք հետո խոսքը դες, եթե հարցեր կան, լրագրողները խնդրեմ։ Հարցեր չկան, եթե դիտարկում, պարոն Տիկին Անտոնյան, կարճ դիտարկում արեք եւ հետո ես հարցը շարունակեմ։ Իմ խորին համոզմամբ փորձը, որի մասին դուք ասում եք, հա, տարբեր երկրներում եւ այլն, մենք էլ ենք շատ լրջորեն նայել ու իմ տպավորությունը հետեւյալն է, համեն դեպս իմ մտածողությունը սոցիալական աշխատողի մտածողություն է, միշտ նայում եմ համակարգի մեջ, չեմ կարող այլ կերպ նայել։ Չեմ կարող նայել գերատեսչական շահ, չեմ կարող նայել առանձին ոլորտի զարգացում, նման հնարավորությունները միշտ կարճ ոտք են ունենում։ Այն ինչ որ մենք ենք ուսումնասիրել, հետեւյալն ենք նկատել, որ պրոբացիոն ծառայությունները շատ լավ էֆեկտիվ աշխատում են, եթե
Մինչև պրոբացիոն ծառայությունը կամ պրոբացիոն ծառայությանը զուգահեռ ունես երկրում կանխարգելման, վաղ միջամտության եւ ռիսկերի նվազեցման ուղղված տարաբնույթ ծառայություններ, գործող, շատ ակտիվ, շատ պրոֆեսիոնալ։ Եվ եթե դրանք տեղում են, պրոբացիոն ծառայությունը ձեր ասած նեղ ֆունկցիան իսկապես կարողանում է լրջորեն իրականացնել իր նպատակին հասնել։ Ես ելնելով որ աղքատության մասին նշեցի կամ ոչ հարուստ լինելու մասին նշեցի, հենց դա նկատի ունեի, որ մենք համայնքներում չունենք մարդիկ, մասնագետներ, ովքեր կնկատեն վաղ խնդիրը եւ կմիջամտեն։ Դրանք համայնքային սոցիալական աշխատողներն են։ Մենք գոնե մեծ քաղաքներում, գոնե մեծ բնակավայրերում չունենք դեռևս կայացած սոցիալական ծառայություններ, որոնց վրա հույս կարող ենք դնել, դեռ չունենք, հուսով եմ կունենանք, որոնց վրա հույս կարող ենք դնել, որ եթե խնդիր կա, կարող են միջամտել։ Առայժմ այդ տեսնելու, միջամտելու եւ չգիտեմ, կանխելու, սաստելու այս ամբողջ ֆունկցիան ակնկալում ենք ոստիկաններից։ Ինչը ճիշտ չի, որովհետեւ ոստիկանները իրենց գործ ունեն անելու։ Մենք մի հսկայական ոլորտ դեռ զարգացած չի, դա սոցիալական աջակցության ոլորտն է։ Ուստի, քանի որ դեռ ֆոնը այդպիսինն է, իմ կարծիքով լավ կլիներ, որ մի փոքր ունիվերսալությունը լավ բան չի, որտեղ ունիվերսալ նշանակում է ոչ պրոֆեսիոնալ, այդ իմաստով չէ։ Ունիվերսալ այն իմաստով, որտեղ ի վիճակի կլինեն փոքր խմբեր կլինեն մասնագիտական 2 հոգանոց, 3 հոգանոց, ովքեր այդ նույն կենտրոնում կկարողանան վաղ միջամտությունը անել ոստիկանի հետ միասին, կանխել առանց ոստիկանի, հետո էլ ոստիկանի հետ միասին, կանխել կրկնահանցագործությունը ոստիկանի հետ եւ առանց ոստիկանի, նույնիսկ ես կասեի նախ առանց ոստիկանի, հետո ոստիկանի հետ միասին, եթե դա հնարավոր չի։ Իմ կարծիքով սոցիալական աջակցության մարդկանց օգնելու մեր տեխնիկաները մի տեսակ փոչից են զարգանում, հա, կներեք այդ բառից համար, արմատական, որպեսզի համակարգը տեղ ընկնի, մենք պետք է նախ կանխարգելենք, միջամտենք, աջակցենք, հետնել, եթե այդ ամեն ինչով ոչինչ չի ստացվում, անշուշտ պետք է ունենանք նաև այդ ծառայությունները։ Նրանց գոյությունը, պրոբացիոն ծառայությունների գոյությունը շատ դրական տեղաշարժ է, հավատացեք, որպես սոցիալական ոլորտի մասնագետ, ես կուզեմ ասել, որ առաջինն եմ ողջունել եւ համասարն էլ պատրաստ էր հատուկ դասընթաց ստեղծել եւ այլն եւ այլն։ Մենք դուս հիմա պատրաստում ենք սոցիալական աշխատողներ, որի վիճակի լինեն այդ ոլորտում աշխատելու, բայց պիտի, չգիտեմ, ումից է կախված դա, ովքեր են որոշումներ ընդունում։ Պիտի զարգացնենք զուգահեռ մնացած կառույցները, այլապես ինքնին մեկ կառույցի, մեկ տիպի ծառայությունը չի կարող լինել արդյունավետ իմ խորին համոզմամբ։ Շնորհակալություն։ Մարիամ, պրոբացիոն ծառայության արդյունավետության նոր մոդելների մասին ենք խոսում, այդուհանդերձ այն ձևաչափը, որով 7 տարի արդեն աշխատել ենք։ Ձեր կարծիքով ո՞նց պետք է դասավորվի ճակատագիր այդ կենտրոնների։ Պարոն Օրբելյանը խոսեց համայնքների միջոցով, ոստիկանության աջակցությամբ, դեռևս կամավորական, ձեր տեսակետը կուզեի եւ նաեւ միջազգային փորձ, եթե ուսումնասիրել եք կոնկրետ օրինակ Հարևան Վրաստանում արդեն պետական հոգացության տակ է այդ խնդիրը, ինչու է մեր պետությունը այդպես չի վերցնում իր վրա այդ հոգսը։ Դժվար հարց եք տալիս։ Ես իդեպ շնորհակալ եմ, որ պարոն Օրբելյանը նշեց այդ օրինակելի փորձը Կապանի եւ Ճամբարակի։ Եկեք մտածենք, հա, եթե մի համայնքում դա հնարավոր է, ինչու հնարավոր չէ մեկ այլ համայնքում։ Ստացվում է այսպես, հա, որ մեկ ՀԿ է գնացել բանակցելու մի բանի համար, որ ընդհանրապես շատ կարևոր է երկրի համար, երկրի ոստիկանության համար, երկրի արդարադատության համար։ Դիտարկվել է այնպես, որ դա մեր ծրագիրն է, մենք ենք շահագրգռված կողմը եւ կամ լավ չենք համոզվել, կամ էլ իրենք չեն լավ համոզվել։ Ես կարծում եմ, որ դիրքորոշումը ռազմավարությամբ պիտի փոխվի բանակցությունների։ Եթե սա դիտարկվում է, պիտի այլևս մենք դադարենք սա դիտարկել որպես մեկ ՀԿ-ի կամ երկու ՀԿ-ի հոգացության խնդիր։ Եթե սա դառնում է պետական մտահոգության խնդիր, այդ դեպքում շատ լավ կլինի, որ օրինակ մենք եւ ոստիկանությունը միասին գնանք համայնք բանակցելու եւ բացատրելու, այսինքն սա դառնա պետական պատվեր։ Պատվիրակողը լինի պետությունը, ոչ թե ՀԿ-ն գնա ասի, իմ ծրագիրն ավարտվում է եւ շարունակության համար ես ձեզնից ուզում եմ, սա ձեզ է անհրաժեշտ, ոչ թե ինձ, հա։ Եկավ մի պահ, որ ես ուղղակի դադարեցի գնալ որևէ բանակցության, ասելով, եթե ձեզ պետք է, դուք էլ սկսեք զբաղվել ֆոնդեր հայթայթելով եւ այլն։ Եվ իրականում մենակ հենց հենց այդ փուլն էր, որ պետական կառույցների կողմից սկսվեց կոնկրետ աշխատանք, կոնկրետ բանակցություններ համայնքապետերի հետ, փորձել արտաբյուջեում տեղավորել այս ծրագիրը, այս գործողությունները։ Կարծում եմ, որ պիտի արդեն չլինի մեր խնդիրը, չեմ կարող ասել, թե որն է ապագան։
Ես տեսել եմ, որ մեր ծրագրի փորձի հիման վրա ֆինանսավորվել է Վրաստանում նմանատիպ ծրագիր եւ նրանց պետությունը շատ ավելի արագ սկսել է ֆինանսավորել այդ ծառայությունները մատուցող ՀԿ-ների։ Նրանք մեզնից լավ չեն աշխատել, մեզնից լավ չեն բանակցել, մեզնից լավ չեն համոզել։ Չգիտեմ, այսինքն բարեփոխումների ընդհանուր շրջանակում պիտի պետությունը տեսնի որպես խնդիրը լուծող, ինքն իրեն տեսնի։ Ես դրա պատճառը գիտեմ։ Բան նրանումն է, որ ոչ թե Վրաստանում դրանպես բարեփոխումները երեխաների պաշտպանության համակարգում գոնե, որ ես տիրապետում եմ, չեն գնացել այդպես հատվածային մեկ ոլորտը կամ մյուս ոլորտը գնացել է արմատական բարեփոխում եւ ռազմավարության մեջ միանգամից նշվել է թե հաստատություններում գտնվող երեխաների խնդիրը, թե աղքատ ընտանիքներում ապրող երեխաների խնդիրը, թե առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնդիրը եւ թե օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների խնդիրը։ Դրա համար հենց զուգահեռ ես հենց մի քիչ առաջ դրա մասին էի խոսում։ Միայն զուգահեռ զարգացումն է բերում մեր ուզած արդյունքը, բայց ես Մարիամ ջան կարծում եմ, որ մեր որպես ՀԿ-ների դերը պիտի շարունակի լինել այդ լոբինգը, այլապես այս զուգահեռ հիմա ինձ թվում է մեր ուշադրությունը պիտի լինի դա մենք պիտի դրա մասին խոսենք պետության ներկայացուցիչների հետ, որովհետև կարծում եմ այդ process-ները զուգահեռ չընթանալն է հիմա որ առաջացնում է հետընթաց քայլեր, հա մենք տեսեք հսկայական շարժ է տեղ ունեցել, հսկայական առաջխաղացում է, շատ ափսոս է դա կորցնել, նորից զրոյից սկսել։ Իսկապես դա կորուստ է։ Հիմա այդ մի առանձին ուղղությամբ առաջ գնալը, քանի որ մնացած ուղղությունները չեն գալիս համընթաց, հա, առաջացնում է խնդրեմ։ Հիմա ասում եք այլևս դադարել եմ բանակցել, ես չէ։ Ես շարունակում եմ բանակցել, ես շարունակում եմ լոբինգ անել, որ չէ, եկեք համընթաց տանենք ուղղությունները առաջ։ Ես ասեմ շատ կատեգորիկ հնչեց ասածս, ուղղակի ուզում եմ ասել, որ դիրքորոշումը իսկապես պիտի փոխել, բայց ես նաև շատ ուրախ եմ, որ պարոն Օրբելյանը շատ պրոակտիվ է եղել, ինքը նախաձեռնել է հանդիպումներ, հարցեր է տվել, որոնց մի մասին կարողացել ենք պատասխանել, մի մասին չէ, ասենք մենք ինքներս դեռևս հստակ Այս նույն արդյունավետությունը, հա, որոնք են մեր չափանիշները, արդյոք դրանք են չափանիշներն են, որոնք բավարարելու են, եթե դա դառնա պետական ծրագիր։ Այսինքն շատ քննարկման դեռևս շատ հարցեր կան, բայց այ հենց այս երկխոսության հարթակը որ կա, դա նշանակում է, որ դեռևս չենք դադարել բանակցել, ուղղակի ուզում եմ ասել, հաջող լուծում կգտնենք, եթե պետությունը ստանձնի այդ պատասխանատվությունը, որ այո, սա մեր երկրի համար է պետք, չդիտարկվի որպես մեկ ՀԿ-ի ծրագիր։ Բայց նույն կերպ, հա, Տիկին Դուրյանը, գիտեմ, Սյունիքի մարզում ինքնուրույն գնացել, բանակցել համայնքապետերի հետ համայնքներում դեռ ոստիկանությունը նախաձեռնություն է ցուցաբերել համայնքներում եւ շարունակում է ներկայումս այդ գործընթացը համայնքների ղեկավարների հետ համաձայնություն ձեռք բերելու եւ տվյալ կենտրոններում գործող կենտրոնների հնարավորության նոր աշխատանքները շարունակելու եւ հնարավորության դեպքում նոր կենտրոնների վերաբացման ուրիշ տարածքներում որտեղ չկան։ Ես լավ լուր ունեմ այն առումով, որ հուսադրող է բավականին, 2 օր առաջ, կարծեմ, հա, երկուշաբթի օրը, 2 օր առաջ, աշխատանքի սոցիալական հարցերի նախարարը, որը միաժամանակ երեխաների պաշտպանության հանձնաժողովի, ազգային հանձնաժողովի նախագահն է, ներկայացրեց նոր ռազմավարություն, եւ այդ ռազմավարությունը հենց համընթաց զարգացումների մասին է։ Ներառյալ բոլոր տիպի խնդրահարույց իրավիճակները, այդ թվում օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաները։ Եթե գործողությունների ծրագիրը, որը մշակվում է, ես կոչ կանեի, որ մենք բոլորս մասնակցեինք գործողությունների ծրագրի մշակմանը, անշուշտ այնտեղ կան եւ գերատեսչական լայն ընդգրկվածություն, դուք տեղյակ եք դրան, եւ կան նաեւ ՀԿ սեկտորի լայն ընդգրկվածություն։ Մենք կարող ենք օգտակար լինել այդ համընթաց զարգացումները ապահովելու համար այնտեղ, որովհետեւ իսկապես լուրջ առաջին անգամ Հայաստանում արմատական եւ նոր հայացք է համակարգին։ Ես դրա առիթով շնորհավորում եմ բոլորիս, իսկապես առաջին անգամ էի լսում նման բան։ Մինչ ռազմավարություն մշակելը Տիկին Անտոնյան փորձենք այսօր այստեղ հասկանալ այդուհանդերձ ինչ է լինելու այս վերականգնողական կենտրոնների հետ։ Պարոն Օրբելյան, ուզում եմ վերջին հարցադրումը եւ ամփոփումը հա մեր քննարկման հարցս ուղղել ձեզ։ Հասկանալի է, որ պետությունը անտարբեր չի հասկանում ենք, ընդունում ենք, արդյոք դա արդարադատության նախարարության անելիքն է, ոստիկանության, համայնքների, ի վերջո ով պետք է այդ որոշումը կայացնի, որ այս կենտրոնները պետք է զբաղվեն ոստիկանությունը եւ համայնքները պետք է ֆինանսավորեն պահեն, թե արդարադատության նախարարությունը պետք է այլ որոշում կայացնի, ով պետք է որոշումը կայացնի եւ ինչպես լուծի հենց այս պահին։ Տարբեր գերատեսչությունների գործառույթները
կանխորոշված են, այսինքն այնպես չի, որ ամեն անգամ որոշում ենք այս հարցով, դու պետք է զբաղվես այս հարցով, այս մեկը պետք է զբաղվի։ Արդարադատության նախարարությունը ունի բավականին լայն գործառույթներ եւ իրավասություն, բայց կանխարգելումը որպես առաջնային երևույթ, ինչքան էլ տարօրինակ չթվա, առաջնային գործառույթը չի նախարարության։ Դա առաջնային գործառույթն է հենց հանձնաժողովի շրջանակներում, ոստիկանության, համայնքների, կախված ինչի կանխարգելման կոմպոնենտի մասին է։ Նախարարությունը իր հերթին մենք շարունակելու ենք աշխատել, մենք շարունակելու ենք քննարկումներ ունենալ, որպեսզի կանխարգելման այդ գործառույթը իրականացվի, որովհետև ինչպես Տիկին Անտոնյանը նշեց, կանխարգելումը պարտադիր արկայությունը, կանխարգելման համակարգի արկայությունը պարտադիր պահանջ է, պայման է ոչ միայն պրոբացիոն համակարգի աշխատանքի, այլ ընդհանրապես արդարադատության համակարգի։ Ավելի հեշտ եւ էժան է կանխարգելել, քան հետո բռնել, պատժել, վերաինտեգրել։ Եվ այդ համատեքստում մեզ հետաքրքիր է նաև մեր իրավասության շրջանակներում, որպեսզի կանխարգելման գործընթացները բավականին ինտենսիվ ընթանան։ Եվ նաև նախարարը որպես քաղաքական կառավարության ներկայացուցիչ այդ հարցը կբարձրացնենք եւ մի քանի անգամ եւս։ Հիմա որ բյուջեով պետք է ֆինանսավորվի, դա պարզ կլինի եւ հիմա արդեն սկսվել է բյուջետային գործընթացը, հիմա միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման փուլն է ընթանում, որի ժամանակ համամասնությունների բաշխման ժամանակ ընդհանուր առմամբ պատկերացում կկազմվի, որ ծրագրերը, որ ծավալներով կարող են ֆինանսավորվել կամ չեն կարող ֆինանսավորվել։ Այս պահին ես չեմ կարող որևէ պատասխան տալ կֆինանսավորվի, չի ֆինանսավորվի, բայց ակնհայտ է, որ նախարարությունը բարձրացնելու է այդ հարցը, ակնհայտ է, որ ոստիկանությունը նույնպես այդ հարցը բարձրացնում է, առնվազն Տիկին Դուրյանի հետ իմ քննարկումների ժամանակ նա վստահեցրել է, որ այդ հարցը կբարձրացվի եւ մնում է ազգային ժողովում, երբ որ կլինի բյուջետային քննարկումները, մինչեւ այդ բոլոր կառավարության փուլերում ակնկալում եմ նաեւ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը, ինչպես ճիշտ նշվեց, այստեղ կա չափանիշների գնահատման խնդիր, որովհետեւ դրական արդյունքը շատ կարեւոր տոկոս է, բայց բացարձակ թվերը նույնպես շատ կարեւոր չափանիշներ են, որոշ համայնքներում կա բավականին մեծ բացարձակ թվեր, որոշ համայնքներում այդ բացարձակ թվերը շատ ցածր են եւ պետք է հասկանալ նաեւ արդյունավետությունը, ինչպես նշվեց, ծախսված գումարի չափով, արդյոք պետք է հենց այս 10 կենտրոնները ֆինանսավորվեն, թե այս 10-ից պետք է ֆինանսավորվի 3-ը եւ դրա փոխարեն բացվի այլ 7 կենտրոն, թե 8 կենտրոն, թե 10 կենտրոն։ Այսինքն այստեղ դեռևս աշխատանք կա կատարելու, բայց ակնհայտ է, որ այս ուղղությամբ պետք է աշխատանք տարվի, վերջ ով պետք է որոշի Խոսքը քանի որ գնում է, եթե խոսքը գնում է երեխաների վերականգնողական կենտրոնների, երեխաների իրավունքների համատեքստում կարծում եմ այս հարցը ես անձամբ կբարձրացնեմ երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հաջորդ նիստին, որպես հանձնաժողովի անդամ, եւ փորձենք հասկանալ այս հարցը շատ կոնկրետացնել, ռազմավարության մեջ շատ հստակ ներառել, պատասխանատուներով, գնահատման չափանիշներով, որպեսզի այս խնդիրը լուծվի։ Այսինքն հասել ենք դրան, որ արդեն այդ փուլում ենք, վերջին փուլում ենք։ Այդտեղ արդեն պարզ կլինի, կամ կֆինանսավորվի, կամ չի ֆինանսավորվի, արդեն պետք է հասկանանք, եթե չֆինանսավորվի, ինչն է պատճառը եւ ինչ այլ ընտրանքային մոդելներ պետք է քննարկվի եւ ուսումնասիրվի։ Եկեք նախաձեռնություն ցուցաբերենք, որ հանձնաժողովի նիստ հրավիրի մոտակայքում։ Թե չէ միջնաժամկետի քննարկումները կավարտվեն, նոր նիստ կհրավիրվի, ուշ կլինի։ Շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար, հուսանք, որ հանձնաժողովի նիստը իր արդյունքը կտա եւ հուսանք, որ հաջորդ դեպքերում այսպիսի կարեւոր հարցերում մենք չենք սպասի փակվի նոր սկսենք ինչ-որ բյուջեում մաս բաժանել եւ այլն, այսինքն ինչու մենք սա չէին կարել, ես ուզում եմ անդադ ամփոփել, բայց այդ հարցը մնում է։ Ինչու 2012-ին չեն կարել սա, որ հիմա չփակենք։ Ուրեմն 2 տարի այս հարցով արդեն զբաղվում ենք, իրականում այնպես չի, որ երեք վերկացանք, ասենք, վայ փակվել են, գնանք տեսնենք որտեղից ենք փող գտնելու։ Այս հարցը մենք նաև բարձրացրել ենք նաև միջազգային դոնորների հետ քննարկելուց, նաև քննարկել ենք տարբերակներ բյուջեում ներառելու համար, բավականին այսինքն խնդիրը գալիս է մի շարք տարբեր ծրագրեր, երբ որ արկա են բյուջեում, դրանց մի մասն է ֆինանսավորվում վերջում, այսինքն երբ որ նոր 15 ծրագիր ենք անհրաժեշտ ներառել բյուջե, 15-ը չի ֆինանսավորվում, ֆինանսավորում է ընդհանրենք 10-ը, 8-ը, 7-ը, քանիսի համար ֆինանսները կգտնվեն, սա չի նշանակում, որ մնացածը չի կարևորվում։ Ուղղակի կան մի շարք խնդիրներ, որոնք շատ հրատապ են, ցավոք սրտի դեռևս մենք 20 տարի արդեն անկախ պետություն ենք, 20 չէ 23 տարի անկախ պետություն ենք, բայց դեռևս հələ հրշեջի ռեժիմով ենք աշխատում ցավոք սրտի։ Այսինքն կան խնդիրներ, այսինքն հարևան բնակարանում հրդեհ է։ Մենք հիմա ինչքան էլ ուզենք մեր մոտ հակահրդեհային համակարգ տեղադրել, ասում ենք չէ, մենք փող ծախսենք, գնանք հանգցնենք այդ հրդեհը, հետո կմտածենք։ Այսինքն զուգահեռ փորձում ենք, զուգահեռ հիմա աշխատանքներ են տարվում,
Ինչպես նշվեց երեխաների պաշտպանության ռազմավարություններ, միջև այդ դատաիրավականներ, միջև այդ մի շարք այլ մեծ ծրագրեր, որոնք արդեն ոլորտային մոտեցումներ են փորձում ցուցաբերել, իսկ դա փորձում ենք հակահրդեհային համակարգ տեղադրել։ Միջև հրդեհը կլինի, բայց երբ որ զուգահեռ դրան հրդեհներ են տեղի ունենում, չեն կարողացել, լավ, թող ոչինչ, այս բնակարանը վառվի գնա, բայց հետո մենք այսպես բնակարանում կունենանք հակահրդեհային, որտեղ այս բնակարանը որ վառվի գնա, այս բնակարանով չի պրծնելու, հրդեհը հասնելու այս մեր բնակարանի վրա նույնպես։ Հասկանալի է։ Շնորհակալություն, հիշեցնեմ, այսօր մեզ մոտ քննարկում էինք միջազգային ֆինանսավորմամբ գործող համայնքային կենտրոնների փակման խնդիրը։ Մեր բանախոսներն էին Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ոստիկանության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը, Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցման կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը եւ Project Harmony International կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը։ Առայժմ